Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 5։ Եղբայրքս, միգուցե աչառությամբ ունենաք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքը, որ փառքի Տերն է։ Հակոբոս 2-րդ գլուխ, առաջին խոսք։ Նրանք, որ խոստովանում են իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս որպես փառքի Տեր, չպետք է աչառություն անեն ըստ արտաքին պայմանների և երևույթների, այնպես որ դա անհամաձայն լինի իրենց խոստովանության հետ, որպես խոնարհ Տեր Հիսուսի աշակերտների։ Հակոբոս առաքյալը այստեղ չի խրախուսում կոպտություն կամ անկարգություն, պետք է մատուցվի պատշաճ հարգանք, սակայն երբեք այնպիսի չափով, որ ազդի քրիստոնյաների ընթացքի վրա Քրիստոսի եկեղեցու ծառայությունները տնօրինելիս կամ եկեղեցական հանդիմանությունները արձակելիս կամ որևէ կրոնական հարցի մեջ։ Ինքնավերլուծությունը հսկայական օգուտներ է բերում հոգևոր կյանքի բոլոր ոլորտներում։ Եկեք ավելի հաճախ կիրառենք այն և փնտրենք հնարավորություններ մեր սրտերի հետ ամեն հարցում զրուցելու։ Քանի որ պաշտամունքի վայրերը չեն կարող կառուցվել կամ պահպանվել առանց ծախսերի, լիովին տեղին է, որ դրանց նպաստողները ստանան համապատասխան ուշադրություն։ Այնուամենայնիվ, եթե բոլորը հոգևորապես ավելի ներդաշնակ լինեին, աղքատներին ավելի մեծ հարգանքով կվերաբերվեին, քան սովորաբար լինում է կրոնական համայնքներում։ Խոնարհ վիճակը առավել նպաստավոր է ներքին խաղաղության և սրբության մեջ աճելու համար։ Աստված բոլոր հավատացյալներին կպարգևի այս աշխարհի հարստությունն ու պատիվները, եթե նրանք օգտակար լինեն իր նպատակների համար, քանի որ նա ընտրեց նրանց հարուստ լինելու հավատքով և դարձրեց նրանց իր թագավորության ժառանգորդներ, որը նա խոստացավ շնորհել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն։ Երբ խորհեք, թե որքան հաճախ են հարստությունները առաջնորդում դեպի արատ և չարիք, և թե ինչ մեծ նախատինքներ են բերում Աստծո և հավատքի վրա, հարստությամբ, իշխանությամբ և աշխարհիկ մեծությամբ օժտված մարդկանց կողմից, դա ձեզ ցույց կտա այդ մեղքի ամբողջական մեղսալիությունը և հիմարությունը։